որքանով է պետությունը իրականացնում ֆինանսների հստակ պլանավորում, կառավարում, ես նկատում եմ նաև ծախսերի մասը, Օրինակ, մենք ունենք մի այսպես ծախսերի մի հետաքրքիր ծավալ, որոնք որ նույն այդ պետական բյուջեից են գնացել եւ դրանք ոչ վերադառնալու են, ոչ էլ վերաբերում է անիֆի հետ կապված այդ թնջուկում, անիֆ այդ լվացքատան, անիֆի հետ կապված այդ հարցը, պատկերացրեք մոտավորապես առանձին մասնագետներ, դեռևս միջև հետաքննությունը հնչեցնում է մոտավորապես 65-ից 70 միլիոն դոլարի թեմա։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ անիֆը, օրինակ 70 միլիոն, դա մոտավորապես 28 միլիարդ դրամ է։ Եթե դրան ավելացնեինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի այս տարի պետական բյուջեում մուծած մոտավորապես 107 միլիարդ դրամը, դրանք իրար հանրագումարում կազմում էին 135 միլիարդ դրամ, իսկ 313 միլիոն դոլար, որ մենք վճարելու ենք մարտի 26-ին, կազմում էր 122 միլիարդ դրամ։ Այսինքն, եթե պետության մեջ ծախսերի իմաստով այս փոշիացումը չկատարվեր, այս գերթանկարժեք վարկ վերցնելու պահանջը չէր առաջանալու։ Մենք այստեղ գործ ունենք մի հարցեր, երբ առանձին մասնագետներ հիմնական ֆինանսական բլոկում իրենց տեղում չեն։